Վերջին տարիներին իշխանությունը անդադար խոսում է եկեղեցուն հարկային դաշտ բերելու մասին, եկեղեցու գույքը հարկելու, եկեղեցու ունեցվածքը հարկելու մասին, այս որոշման վերաբերյալ ինչ կարծիք ունեք։ Չգիտենք այդ հարցերը։ Մենք պետք է ասենք, որ մեր եկեղեցի միակ եկեղեցին է եղել հետ սովետական շրջանին, որ պետությունից ոչ մի բան չի պահանջել։ Իսկ մյուս բոլոր հանրապետությունները, թե Վրաստան, թե Ռուսաստան, թե Մոլդովա, բոլորը, նաև նախկին սոցիալիստական աշխարհի բոլոր եկեղեցիները իրենց պետությունից ստացան, վերադարձվեց նրանց բոլոր կալվածները, բոլոր ունեցվածքները, եւ այսօր նաև նյութական աջակցություն են ստանում։ Նույնիսկ Վրաստանում մեր եկեղեցին, ռաքելական եկեղեցիներ են ստանում վրաց պետության կողմից։ Միակ եկեղեցին է եղել, որ չի պահանջել իր պետությունից, իր ժողովրդից իր իրավունքները, որ ուներ ամբողջ սովետական շրջանին, ամբողջ բռնազատված է եղել մեր հողերը, մեր շենքերը, մեր եկեղեցիները, վերադարձվեցին եկեղեցիների մեծ մասը, բայց մեծ մասները մնաց դեռ։ Պետության հովանու ներքո գտնվող տարածքներ կան եկեղեցապատկան։ Կան։ Եվ առնվազն պետք է դրանք վերադարձվեն, եթե իշխանությունը այդպես է, եթե նայենք։ Եվ շատ բաներով ասենք եկեղեցին այնքան հողեր ունի, որ չի պահանջել, այսինքն մնում է թե պետության, թե մասնավորի ձեռքում։ Այսինքն դա ինչ որ հարկելու բանը, ասենք աշխարհում չկա նման բան։ Որևէ երկրում ես չեմ լսել, որ եկեղեցին հարկվի։ Կամ եթե դու գնաք, եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցուն ճնշել չհնարավոր չէ։ Ով մտածում որ կարող է եկեղեցին ճնշել, շատ սխալվում է։ Շատ սխալվում է։ Եթե ճնշում ես եկեղեցուն, ճնշում ես ինքդ քեզ առաջի հերթին։ Որ եկեղեցին ինքը դու ես։ Եկեղեցին շենքը չի։ Եկեղեցին վիապարը չի միայն։ Օքեյ, դու ես։ Այս ժողովուրդն է եկեղեցին։ Մարդն է եկեղեցի ասելով մենք առաջ էի հասկանում ենք հավատացյալը, շենքը չի եկեղեցի միայն։ Եկեղեցին ճնշելով ում ես ճնշում, քեզ ես ճնշում։ Եվ եկեղեցունով կարողացավ ճնշել, ոչ մեկը։ Դա թող իրենց մտքից անեն, սովետական ուժեղ այդ մամլիչ ուժը չկարողացավ եկեղեցուն ճնշելու։ 70 տարի։ Այնպես որ թող ոչ մեկը չփորձի նման բան քայլ կատարել, որովհետև դա շատ առաջի հերթին իրենց դեմ կլինի։ Թող Աստված շանի, մենք վստահ ենք որ չի լինի, բայց չենք ուզում նաև այդպես բան լինի։ Մի քանի օրից ապրիլի 24-ն է Հայոց ցեղասպանության օրը, մեր գենետիկ հիշողության մեջ ամրագրված մի օր, որը մոռանալ ջնջել հնարավոր չէ։ Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները բարձրացնում են հայոց ցեղասպանության հարցի նախապատմություն գնալու անհրաժեշտությունը։ Ինչպես է առաջացել, դեռ պետք է քննենք, Նիկոլ Փաշինյանն ասում է, դեռ պետք է հասկանանք, ինչպես եղավ հայոց ցեղասպանությունը, ում էր պետք, որ այդ օրը այդպես ֆիքսվի, ինչ խոսույթ է սա, ուր է տանում Հայաստանի ղեկավարը այսպիսի արտահայտություններ անելով։ Մենք որպես եկեղեցի, մենք որպես ժողովուրդ ոչ մի դեպքում նման մտքեր չունենք մեր մեջ։ Եթե անհատներ ունեն, դա իրենց գործն է, եկեղեցին, սովետական շրջան, գիտեք որ առաջի ցեղասպանության հուշարձանը որտեղ է կառուցվել։ Վայրաթորում։ Մինչև Ծիծեռնակաբերդի բացումը Վայրաթորում սովետական շրջանում եւ դերձորից բերված մեր նահատակների մասունքները այնտեղ զետեղված են։ Եվ առաջինը մենք հուշարձանը բարձրացրեցինք։ Եվ ապրիլ 24-ը միշտ մենք ոգեշնչել ենք եւ այսօր է շարունակում։ Մեր ժողովուրդը նույնպես, կարևոր ժողովրդի կարծիքն է ինձ համար։ Մենք կտեսնենք իմ ապրիլ 24-ին ժողովրդի նորից հոզ, բազմության բարձրանալ դեպի Ծիծեռնակաբերդ, դա է մեզ համար կարևոր։ Բայց երբ որ պետությունը պետական մակարդակով չի պահանջում հայոց ցեղասպանության ճանաչում Թուրքիայից, ինչը նախկին իշխանությունները պահանջում էին, իսկ այս իշխանությունը ասում է մեր օրակարգում նման հարց չկա։ Սրան ինչ վտանգներ եք դուք տեսնում այս խոսույթում։ Իհարկե դա սխալ է, որովհետև շատ պետություններ, մեծ պետություններ նույնիսկ երբ մենք պետություն չունենք, պետություններ կան որ ճանաչել են սովետական շրջանի, որ մենք անկախ պետություն չէինք, բայց պետություններ կան որ ճանաչել են։ Այնպես որ ում առաջնորդությունն է, ում առաջնորդությունը չէ, առաջնորդությունը դա կարծում եմ ես չեմ կարծում եւ չեն կարող ջնջել։ Պատմությունը մենք ենք սիրելիս։ Ինչպես կարող են ջնջել։ Չեն կարող։ Ասեմ, նույնիսկ սովետական շրջանի եղել են պետությունները ընդունել են, դու իրենք հիմա չհամանեն առաջնորդություն, բայց եթե մենք շարունակենք մեր պահանջատիրությունը ամեն տեղ ինքներս ամեն պարագային բարձրացնենք այս հարցը, նորից կարող ենք շարունակել մեր գործը։
Թող պետությունը, այո, սխալ է, որ այդպես կարծիք ունի, իհարկե, որովհետև դա մոռանալ հնարավոր չի։ Ասեցինք մոռացանք անցյալ կմոռանանք ներկան եւ ապագան նաեւ։ Հնարավոր չի։ Ոչ մի դեպքում մեր ժողովուրդը չի մոռանա, որովհետեւ դա ոչ միայն, ասենք, սփյուռքի հարց է։ Այսօր էլ Հայաստանում ապրող ժողովրդի մեծ մասը մեր, ասենք, ցեղասպանության ապրած մարդկանց հետև բաներ, ժառանգորդներն են։ Հայաստանում ապրող նաեւ։ Որ գյուղեր գնաց, կարծիք մշեցի է, սասունցի է, նախկիններս այնպես բոլոր շատերն են այնտեղից փախել եկել այստեղ, Արևմտյան Հայաստանից նաև, այստեղ Արևելյան Հայաստանում այսօր ապրող, այնպես որ մենակ սփյուռքի հարցը չէ սա, նաև այսօրվա մեր բոլորիս, պետության առաջի երթին, այո։ Եվ ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կգա Սուրբ Հարության տոնին եկեղեցի։ Եկեղեցի դռներ բաց են։ Հրավերի կարիք չի։ Չկա։ Օպերա չի, կամ թատրոն չի, եկեղեցի հրավեր։ Հետ եք վարդի կարիքը զգում։ Հիմա դու եկեղեցին գալուց հրավեր ուզում ես, այո։ Մարդ հոգի կանչ ունի, հավատք ունի, թող գա։ Եվ միշտապես չի մնում ինքը վարչապետ, որը մեկը պաշտոն կամ մարզպետ։ Մենակ այդ դեպքում եկեղեցի չեն գալու, չէ՞։ Ամեն անգամ կյանքում ամեն անգամ պիտի գալաս եկեղեցի, չէ՞։ Պաշտոնիդ կապված չի։ Հրապարակի հարգելի հեռուստադիտող, զրուցում էինք Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն arczepiskopos Ադամյանի հետ։ Շնորհակալություն։